հաստատման համար կամք է պետք, պաշտպանելու համար ուժ։ Օրակարգից դուրս Արցախում այսօր զրուցելու ենք Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։ Բարև ձեզ, պարոն նախարար։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այս հանդիպման համար։ Պարոն նախարար, նախ ինչպես կբնութագրեք սահմանային իրավիճակը։ Այս պահի դրությամբ սահմանային իրադրությունը կարելի է բնութագրել որպես հանգիստ։ Առավել լարված են եղել ամսի 4-ի դեպքերից հետո, բայց դա տևել է մի ժամանակահատված, ընդամենը 10 օր, եւ դրանից հետո կայունացել է իրադրությունը եւ գնահատում ենք որպես կայուն հանգիստ։ Պարոն նախարար, անցած տարի այս օրերին լրագրողների հետ ձեր առաջին հանդիպման ժամանակ շատ վստահ հայտարարեցիք, որ բանակն էլ ավելի է կատարելագործելու իր հնարավորությունները։ Հրապարակման ենթակա ինչ ձեռքբերումներով կարող ենք այսօր հպարտանալ։ Ասեմ, որ կատարելագործել դա ենթադրում է ավելացնել ունեցածի հնարավորությունները, լուրջ քայլեր ձեռնարկել ունեցած կրակային միջոցների համակարգերի հնարավորությունները ընդլայնելու եւ այդ բոլոր ուղղությամբ իհարկե համապատասխան աշխատանքներ մեզ մոտ տարվել են։ Աշխատել ենք մեր հնարավորությունները ընդլայնել հատկապես տեսադիտարկման համակարգերի ուղղությամբ, մեր կրակային խոսման միջոցների հնարավորություններն ենք ընդլայնել, եթե նախկինում սահմանափակ պայմաններում ունենք որոշակի խնդիրներ, մենք հիմա վստահ կարող ենք ասել, որ անկախ կրակային միջոցից մենք բոլոր պայմաններում, լինի ցերեկ, լինի գիշեր, մենք կարող ենք արդյունավետ կրակ վարել։ Բացի դրանից ավելացրել ենք մեր ղեկավարման հնարավորությունները, ընդգրկվել է ընդհանուր համակարգի մեջ։ Ձեռք ենք բերել նոր միջոցներ, ինչպես հետախուզական, այնպես էլ կրակային։ Իրականացվել է փորձարկումներ այդ բոլոր միջոցների եւ ասեմ, փորձարկումների արդյունքները հուսադրող են, արդյունավետ են, այդ ուղղությամբ մենք քայլեր իրականացնում ենք համատեղ ռազմաարդյունաբերական համալիրի հետ, հատկապես ուշադրություն ենք դարձրել վաղ հայտնաբերման միջոցների վրա, որը համարում ենք մեր առաջնային գծում զինծառայողների անվտանգության ապահովման հիմնական նախապայմաններից մեկը եւ հնարավորություն ունենք արդեն նախորդ իմանալ հակառակորդի հավանական գործողությունների վերաբերյալ, կրակային դիրքերի տեղադրման վերաբերյալ եւ այդ բոլոր աշխատանքները համակարգված առաջ են ընթանում։ Ունենք խոշոր տրամաչափի կրակային միջոցներ, որ նախկինում մենք չենք ունեցել։ Ունենք ավելի հեռահար հակատանկային կրակային միջոցներ, որ նախկինում ունեցել ենք, բայց որ բավարար մակարդակով։ Այդ ամենը հետ մեկտեղ նաև ձեռք ենք բերել արդի տեխնոլոգիաներ, պարունակող կրակային միջոցներ եւ հետախուզական միջոցներ։ Եվ իրականացում է հիմա անձնակազմի ուսուցում եւ կիրառման հետ համահունչ օգտագործելու համար։ Պարոն նախարար, ծառայությունն էլ ավելի անվտանգ դարձնելու համար էլ ինչ գործողություններ են արվել։ Զինվորական ծառայության միջավայրում իհարկե ռիսկայնությունը անհամեմատ ավելի բարձր է, քան մյուս ոլորտներում։ Ու գերակա խնդիրներից ենք համարում այդ միջավայրի հնարավորինս անվտանգ դարձնելը, նվազեցնելու վնասակար եւ վտանգավոր գործոնների արկայությունը ծառայության կրման ընթացքում։ Իրականացվել է այդ առումով հսկայական ինժեներական կահավորման աշխատանքներ եւ առաջնային գծում եւ կրակային դիրքերում եւ կենտրոնացման շրջաններում ամբողջ երկայնքով, հատկապես իհարկե ամբողջ երկայնքով, հատկապես մեր ուշադրության կենտրոնը եղել են առաջնային գիծը եւ հենակետերը, որտեղ տեղադրվել են լրացուցիչ հրագնատներ, տեղադրվել են լրացուցիչ ծածկեր, բարելավել են խրամուղիները, հաղորդակցման ուղիները։ Այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մենք առաջնային գծում չունենք գոնե մի հատված, որ դիտարկում է հակառակորդի կողմից։ Այսինքն համակարգված եւս աշխատանք ենք ցուցաբերել ու բարձրացրել ենք առաջնային գծում զինծառայողների մարտական հերթապահության կրման անվտանգությունը։ Բացի դրանից մեր շեշտը դրել ենք նաև պարապմունքների, զորավարությունների ընթացքում անվտանգության ապահովման հարցերին։
Այստեղ աշխատանքները իրականացվել է հարահանգավորումների միջոցով, սպայական կազմի, ազնագազմի, շեշտը դրվել է այդ միջոցառումների ընթացքում կանոնագրքային պահանջների պահպանմանը։ Պարոն նախարար, դուք նաև հայտարարել եք, որ խորքային հետախուզության հնարավորությունները մեծացել են եւ այսօր մենք ինչպես ցերեկով, այնպես էլ գիշերով կարողանում ենք հետախուզություն իրականացնել։ Եվ ուրեմն ինչի մասին են խոսում ձեր այսպես ասած ուսումնասիրությունները։ Հակառակորդը ինչին է պատրաստվում, ինչպես է պատրաստվում։ Նախապատվությունը տալիս է ավելի շատ պաշտպանողական բնույթի գործողություններին, թե հարձակողական։ Այստեղ պաշտպանողական թե հարձակողական հարցի պատասխանը բաժանեմ երկու մասի։ Առաջին հայտարարություններ, որ արվում է իրենց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից եւ իրական գործունեությունը։ Առաջինի մասով, հայտարարությունների մասով իրենք միայն ու միայն հարձակվում են ու միայն հարձակողական գործողություններ են իրականացնում։ Եվ դրա մասին բացահայտ ներկայացնում են համացանցերում լրիվությամբ ներկայացված է։ Այլ պատկեր է իրական գործունեությունը։ Ինչքան էլ հայտարարեն, ինչքան էլ բարձրաձայնեն, ինչքան էլ խոսան հարձակումների մասին, 2016 թվականի ապրիլը դա իրենց համար դաս է։ Եվ իհարկե պետք է հետևություններ անեն այդ դասերից։ Եվ ոչ թե հարձակողական գործողությունների հիմա իրենք բնույթի զորավարություններ, պարապմունքներ են իրականացնում, կարելի ասել 50-ով 50։ Մի մասը պաշտպանողական, մի մասը հարձակողական։ Եվ մենք այդ մեր դիտարկման համակարգերով, որ նշեցինք, մենք հնարավորություն ունենք դիտարկելու իր խորքը մինչև եւ ցերեկը եւ գիշերը մինչև 10-15 կիլոմետր հեռավորությունների վրա մենք դիտարկում ենք եւ տեսնում ենք ինչպիսի ահռելի իրենք էլ աշխատանքներ են կատարում ինժեներական առումով մինչև 7 կիլոմետր, 10-15 կիլոմետր խորքում։ Դա նշանակում է, որ ինչքան էլ իրենք հայտարարություններ անեն, միևնույնն է, գիտեն, որ գա ժամանակը իրենք պետք է նաև պաշտպանվեն։ Պաշտպանության բանակը անհրաժեշտության դեպքում անցնելու է հարձակման եւ իր խնդիրներն է լուծելու այդ տարածություններում։ Իսկ սպառազինությունների մասով, պարոն նախարար, վերջերս անգամ ցուցակ հրապարակեցին ձեռք բերված զինտեխնիկայի մասով, դա ինչի մասին է ձեզ հուշում։ Ձեռք բերված զինատեսակները ավելի շատ կրկին պաշտպանողական թե հարձակողական բնույթի են։ Սպառազինության այդ ցուցակը ձեզ ինչ էր հուշում։ Հատկապես վերջին ժամանակներից դրա մասին շատ բարձրաձայնում եւ բացերբաց տեղադրում է համացանցերում ու հայտարարում է ձեր բերված սպառազինության ռազմական տեխնիկայի մասին։ Ու ես կնշեի այստեղ հետեւյալը, որ դա արում է, որ ներկայացնեն թե ինչքան է հզոր իրենց զինված ուժերը եւ ժամանակ համեմատականներ են տանում աշխարհի լավագույն հզոր բանակների հետ, որ ինչ որտեղ նաեւ ծիծաղելի է։ Դա նաև երևի նպատակա հետապնդում, որպեսզի ներկայացնեն իրենց հանրությանը, թե որտեղ ծախսում են հսկայական նավթադոլարները, որը եկամուտների տեսքով մուտքագործում իրենց բյուջեն, դա ինչ որտեղ նաև ազդելու համանախագահների վրա, որ ժամանակն է ձևաչափի փոխման եւ հարցին այլ տեսանկյունից նայելու, ու այդ ամենը ընդհանրապես ասեմ, որ մեզ վրա որևէ մի տպավորություն լուրջ չի թողնում։ Բալանսը չի խախտվել, այսինքն կարող։ Իհարկե, բալանսը չի խախտվել ու երբևէ չի էլ խախտվելու։ Բալանսը խախտված է եղել 92 թվականին։ Ու այն ժամանակ իրանք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով։ Եվ այդ պայմաններում իրենք չկարողացան կատարեն իրենց արժեվ դրված խնդիրները։ Ունեցանք այն, ինչ որ գրանցվեց 94 թվականի մայիսին։ Այդ բալանսը այն վաղ խախտվել է դեպի մեր կողմը ու մենք այդ բալանսը կաշխատենք պահպանենք հավերժ մինչև վերջ։ Պարոն նախարար, տեսեք, Ադրբեջանն այդուհանդերձ տեխնիկա ունի եւ քիչ չէ, բայց կիրառման արդյունավետությունը ինչպիսին է։ Կիրառման արդյունավետությունը ապրիլին եւս համոզեցինք դրա մեջ։ 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ հակառակորդը կիրառել է լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկա։ Կիրառվել են սմեջ համակարգեր, բոլորս գիտենք, կիրառվել են հրանետային համակարգեր, TOS 1-երը, կիրառվել են իսրայելական, կիրառվել են
թուրքական արտադրության համազարգային կասիրգայի 300 մմ-անոց հրթիռային միջոցները կիրառել են, անօդացու թռչող սարքեր, վերջինները ճշգրիտ խոցման, կարծեմ, ճշգրիտ խոցման, դրանց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են եւ ընդհանրապես ունեցել են մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում։ Եվ դա արդյունքան նրան, որ ու հուշում եմ, որ չնայած ձեռքբերումներ կան այդ թվում այդ նման միջոցների, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, յուրացման առումով այդ տեխնիկայի։ Երևի մասնագետների պակաս ունեն։ Մեկ անգամյա ուսուցումը դա դեռևս չի նշանակում, որ ստորաբաժանումը կամ զորամասը պատրաստ են դրանք արդյունավետ կիրառելու։ Այստեղ իրենք խնդիրներ ունեն եւ ինձ թվում է այդ միջոցները, ինչպես ասում են, դա իրենց խելքի բանը չի։ Լրիվ չեմ կարծում, որ միջևեջ իրանք ի վիճակի են դրանք յուրացնելու, ի վիճակի են դրանք արդյունավետ օգտագործելու սահմանային այդ գործողությունների ընթացքում։ Պարոն նախարար, 2014 եւ 15 թվականները աչքի ընկան դիվերսիոն գործողություններով, հիմա կարծես դեպի նվազման է գնում։ Կարող ենք փաստել, որ դիվերսիոն պատերազմների փուլն ավարտվել է եւ այլևս անցյալում է։ Միանշանակ կարող ենք փաստել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր այլևս չկան։ Այլևս չկան ոչ թե որ իրենք ի վիճակի չեն կարող, այլևս չկան, որովհետև մենք չենք թույլ տալիս իրենց դրանք իրականացնելու։ Ամբողջ սահմանային գծի երկայնքով մենք վերահսկողություն ենք իրականացնում, այդ թվում նաև գիշերային պայմաններում եւ նման վերջին փորձը իրենք ձեռնարկել են այս տարվա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը եւ մենք տեղյակ ենք արդյունքին։ Ունեն 6 զոհ, որից 5-ը թողել էին դաշտում եւ մեկը ծանր վիրավորվել է, որից հետո արդեն հոսպիտալում մահացել։ Ու դրանից հետո ընդհանրապես բացառվել է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը։ Պարոն նախարար, ապրիլից հետո ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ իրենց 052 Յաշմա հատուկ նշանակության բրիգադը ոչնչացված է։ Կարող եք հստակ հաստատել կամ 052 Յաշմա բրիգադայի մասով ասեմ, որ իրենց այդ դիակները, որ փոխանակել ենք, ուրեմն եղել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել Յաշմայի 052 բրիգադայի 71 կամ 72-րդ խումբը։ Այսինքն դա ենթադրում է, որ Յաշմա բրիգադայի 1000-րդ զինծառայողը գտնվել է մարտական գործողությունների շրջանում եւ ոչնչացվել է։ Այսինքն բրիգադան լրիվ կազմով ընդգրկված է եղել հյուսային ուղղությունում մարտական գործողություններին։ Չնայած իրենք հայտարարում են, որ մենք չենք հարձակվել, չենք նախապատրաստվել, դա ամենևին էլ իրականության հետ չի համապատասխանում։ Լրիվությամբ ոչնչացված է, ըստ մեր տեղեկությունների, ունեն Յաշմա բրիգադան մոտավորապես 400-ից ավել զոհ կորուստ։ Միայն այդ Յաշմայի բրիգադայում եւ այսօր իրենք իրականացնում են իհարկե վերականգնողական աշխատանքներ։ Ուսումնասիրություններ, զորամասերում, միավորումներում, պայմանագրային զինծառայողներից ընտրում են հատուկ ջոկատայիններ, պահեստազորայիններից ընտրում են հատուկ ջոկատայիններ, հավաքներ են անցկացնում, աշխատում են, որպեսզի վերականգնեն, բայց չեմ կարծում նման կորուստներ ունենալուց հետո, որ մոտ մի 2 տարվա ընթացքում կարող են իրենք ուշքի գալ, կարող է համալրեն, բայց արդյոք ի վիճակի կլինեն լուրջ խնդիրներ լուծելու, իհարկե ոչ։ Վերապատրաստումը Թուրքիայում էին անցնում իրենք, պարոն նախարար։ Իրենք վերապատրաստում անցնում են իրենց մոտ, անցնում են արտասահմանյան երկրներում, Թուրքիայում, Պակիստանում, ու տարբեր երկրներում։ Եվ այդ առումով իրենց չնայած պատրաստ են, չնայած համալրվեն, չեմ կարծում, որ բարոյահոգեբանական աստիճանը կլինի այնպեսին, որ ի վիճակի կլինեն, մթնոլորտը կլինի այնպեսին, որ ի վիճակի կլինեն։ Մոտ 2 տարվա ընթացքում չեմ կարծում ես։ Երբեմն մենք հանդիպում ենք պաշտպանության նախարարության տարածած հետևյալ բովանդակության հաղորդագրությունների, դիպուկահարի կրակոցից զինծառայող է սովել, նրանք են ավելի պրոֆեսիոնալ դարձել, թե մենք ենք ավելի անզգույշ դարձել, թե կա գուցե երրորդ պատճառ։
Ինչ անել, որ զինվորները լավագույնս պահեն ծառայությունը կրելու պայմանները։ Ցավոք պատերազմի դաժանությունը հենց կայանում է նրանով, որ ունենում ենք կորուստներ եւ որոշ դեպքերում կորուստներ ունենում ենք նաեւ հակառակորդի դիպուկահարների կրակից։ Ասել թե իրենք ավելի պրոֆեսիոնալ են, ես ճիշտ չէ համարի, չնայած իրենք էլ ունեն նորմալ նախապատրաստված դիպուկահարներ։ Ավելի շատ ես կբարձրաձայնեի հետևյալը, որ մեր որոշ զինծառայողների չափից դուրս վստահությունը առաջնային գծում որոշ դեպքերում արհամարել հակառակորդին, որ ինձ հետ նման դեպք տեղի չի ունենա ու զերծ կմնամ նման դեպքերից, որոշ դեպքերում զգոնության կորուստը առաջնային գծում, իհարկե լինում են դեպքեր նաև անփութության եւ այդ ամենը մենք ընդհանուր համարում ենք որպես առաջնային գծում անվտանգության կանոնների չպահպանման։ Իհարկե աշխատում ենք վերընկլուծում բոլոր ունեցած դեպքերը, հասնում ենք ազնագազմին ամեն մի դեպքով ինչպիսի բացթողում ա եղել, աշխատում ենք վերահասկենք։ Իրենք էլ պետք է օժանդակեն հրամանատարների պահանջներին եւ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն։ Իհարկե, եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, որոշակի բարելավում ունենք։ Բայց ասել, որ դա այսօր մեզ գոհացնում է, իհարկե ոչ։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք։ Աճ չկա, այսինքն դիպուկահարների կրակոցից։ Դիպուկահարների կրակոցներից ունենք մենք կորուստներ ունենք, բայց եթե համեմատելու լինենք, աճ չի արձանագրվել, չնայած ունենք դիպուկահարներից խոցում։ Պարոն նախարար, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը իր կրակակետերը տեղակայում է բնակավայրերի մոտ կամ մեջ եւ հուլիսի 4-ին սեփական բնակչությանը որպես կենթանի վահան օգտագործելով, փաստորեն Ադրբեջանը ունեցավ 2 քաղաքացիական զոհ։ Ինչ անել նման միջադեպերից խուսափելու համար։ Նշեմ, որ մենք քաղաքացիներին մեզ համար հակառակորդ չենք համարում, նամանավանդ կանանց եւ երեխաներին։ Ու ցավում եմ, որ այդ միջադեպի ընթացքում քաղաքացիական ազնվորություններ են ուրեմն զոհվել։ Դա առաջի հերթին ես կվերագրեի իրենց մեղավորության աստիճանը հենց իրենցն է, որ նման կրակակետերը տեղաբաշխում են բնակավայրերին մոտ, կրակային դիրքերը, կենտրոնացման շրջանները տեղակայում են բնակավայրի մոտ եւ անցած տարվա ապրիլյան գործողություններից հետո մենք հրապարակել ենք այն բնակավայրերը, այն կրակակետերը, որոնք գտնվում են իրենց բնակավայրերին մոտ։ Եվ հիմա էլ նույն ձևի շարունակում է, ես խորհուրդ կտայի, որպեսզի քաղաքացիական ազնագազմը որպես կենթանի վահան չընդունեն իրենց համար, այլ նման կրակակետերը հեռացնեն բնակավայրերից, որովհետև միևնույնն է, անկախ նրանից, թե որտեղ է տեղաբաշխված կրակակետը, եթե կրակվարվի մեր առաջապահ ստորաբաժանումների վրա, իհարկե պատասխան լինելու են։ Իսկ այդ միջադեպը, որ տեղի է ունեցել, գոյություն է ձեր ցրման հավանականություն, որ լինում են շեղումներ, որ իհարկե կրակողից կախված չի։ Իսկ որոշ դեպքերում լինում են նաև սահմանված քանակներից ավելի շատ շեղումներ։ Պարոն նախարար, ես հիշում եմ, որ այդ դեպքից հետո շատերը ցավ էին ապրում կատարվածի համար։ Պաշտպանության նախարարությունը, բարձրագույն հրամանատարությունը, դուք զգացմունքներին տրվելու իրավունք ունեք։ Իհարկե ոչ, մենք զգացմունքներին չէ, դրա համար ասում ենք ցավում ենք, որ նման դեպքեր են տեղի ունեցել։ Մենք խորհուրդ ենք տալիս ինչ անել, որպեսզի նման միջոցները հեռու պահել բնակավայրերից։ Ու նախորդ հարցին պատասխանելու ժամանակ ասեցի, եթե կլինի կրակ, իհարկե շարունակվելու է այդ կրակակետերը ճնշվել։ Եթե նոր հարձակում լինի, մենք պատրաստ ենք։ Իհարկե պատրաստ ենք։ Եթե նոր հարձակում լինի, այդ հարձակման ընթացքում հասցնելով ժախ-ժախիչ հարված հակառակորդին, իհարկե մենք անցնելու ենք հակահարձակողական գործողությունների։ Եվ այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող եւ անվտանգության
գոտու լայնությունը եւ անվտանգության գոտու խորությունը միանշանակ 2016 թվականի ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ այդ հենակետերը, որ անցել է իրենց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են։ Պարոն նախարար, քաղաքական եւ ոչ միայն հայտարարությունները ինչպես են ազդում բանակի ղեկավարության վրա։ Ընդհանրապես մենք ուշադրություն չենք դարձնում, թե ինչպիսի քաղաքական հայտարարություններ է արվում իրենց ղեկավարության կողմից։ Առհասարակ դա մեզ վրա ոչ մի ազդեցություն չի ունենում։ Մենք զբաղված ենք մեր գործով, մենք զբաղված ենք մեր պաշտպանությունով, մենք զբաղված ենք վաղվա մեր անելիքներով, որ պետք է իրականացնենք, այն ծրագրերով, որ նախընտրում ենք իրականացնել եւ այս օրերի ընթացքում եւ իհարկե եթե գործողություններ վերսկսի, այդ գործողությունների վերսկսման ընթացքում։ Օրինակ վերջերս Ադրբեջանի ձեր, այսպես ասած, գոլեգան Հասանովը սենսացիոն հայտարարություններ արեց կապված իրենց բանակի 15-20%-ն օգտագործելու ապրիլյան պատերազմի օրերին, նաև Իսկանդերը ոչնչացնելու մասին։ Ես իհարկե հեռու եմ ռազմական գործից, բայց նա շատ վստահ հայտարարեց, որ ապրիլին իրենք օգտագործել են իրենց բանակի 15-20%-ը։ Դրան զուգահեռ իրենք հպարտանում են մի քանի զբաղեցրած հենակետերով, դա մի վաշտի գործ չպետք է լիներ։ Հիմա փորձենք հասկանալ, այդ 15-20% կազմը ինչ է Իրանից ներկայացնում։ Ադրբեջանի զինված ուժերի 15-20% իրենից ենթադրում է տանկեր եւ հետևակի մարտական մեքենաներ, մինչեւ 250-ից 300 հատ, հրետանի եւ ականանետ, մինչեւ 450-500 հատ, համազարգային ռեակտիվ համակարգեր, արդի եւ խոշոր տրամաչափի, մինչեւ 60 հատ, հակատանկային միջոցներ, մինչեւ 600-700 հատ եւ ազնակազ մինչեւ 20,000։ Եվ ինքը դրա մասին հպարտությամբ ասում է, այդքանը կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ եւ ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն։ Այդ է։ Իսկ ինչ վերաբերում է Իսկանդերին ու Էձեվ այդ նման վերաբերմունքին, ես կասեի հետեւյալը. մարդ, որ ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը համարյա թե 4000 կիլոգրամ, 4 տոննա, 3800, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր եւ հեռահարությունը մի քանի 100 կիլոմետր, չասեմ կոնկրետ, հա, ու անտեսել նման միջոցը դա կամ միամտություն է, կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում ինձ վրա։ Եւ թե ինչ միջոցով է ոչնչացնելու Իսկանդերը, կամ հայտարարում է, որ այդ հարցը, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք, դա ինչ նշանակություն ունի, ինչպիսի հրթիռներ ունենք։ Ամեն մի նշանակետի, ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը։ Եվ որտեղ անհրաժեշտ լինի, իր հրթիռն է արձակվելու։ Ու կարծում եմ դա միամտություն է, դա եւի վախի զգացողության տակ է։ Իսկանդերը ոչնչացնելու հակահրթիռային զենք չկա։ Իհարկե ոչ։ Գոյություն չունի։ Իհարկե ոչ, հակահրթիռային զենք վիճակի չի դա իրականացնել, ստանդարտ ամերիկյան։ Չնշեցի նաեւ հետագծի բարձրությունը Իսկանդերի հրթիռի արձակման ժամանակ մինչև 100 կիլոմետր։ Եվ անկման անկյունը կարելի ասել 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն։ Պարոն նախարար, սա միամտություն էր, թե սեփական հանրությանը մոլորեցնելու ձախողված փորձ։ Միամտությամբ ձախողված փորձ ավելի կասեի, որտեղ տիրապետելով նայելով իր հայտարարություններին, ես կասեի նաև իր հայտարարությունների մեջ հաճախակի է նման միամիտ դեպքեր արձանագրվում, հայտարարություններ արվում։ Իհարկե նաև տեղագտում ձախողելու իրենց հասարակությանը հանգստացնելու, որ հանգիստ լինեն, որ լուրջ չընդունեն։ Իհարկե դա նաև Փաստորեն ես կարող եմ հանգիստ լինել, որ ռազմական գործից գլուխ չեմ հանում։ Միանշանակ։ Պարոն նախարար, ինչ կլինի, եթե մենք կիրառենք մեր բանակի
15-20%-ը։ Եթե մենք կիրառենք մեր բանակի 15-20%, միանշանակ արդյունքը կլինի մի քանի անգամ գերազանցող ինչ որ ունեցել են։ Իհարկե չեմ ուզում համեմատել իրանց հետ։ Այս նշեցի էլի մի քիչ առաջ, որ կընդլայնվի եւ անվտանգության գոտին, կխորանա եւ անվտանգության գոտին եւ կվերականգնվի։ Ու 15-20% կիրառելու դեպքում ես կարծում եմ մենք ունենանք մեկ այլ իրականություն։ Կարծում եմ այդ 15-20% կիրառելուց հետո մոտ մի 5-10 տարի միգուցե նաև ավելին հակառակորդը չի էլ ձգտի եւ սկսի ինչ որ մի մարտական գործողություններ։ Պարոն նախարար, Հայաստանում շատ է քննարկվում պաշտոնյաների որդիների ծառայել, չծառայելու թեման եւ վերջերս Պաշտպանության նախարարը Հայաստանի հայտարարեց, որ պաշտոնյաների չծառայած որդիների թիվը համադրելի թիվ է Երևանի հետ։ Արցախում պատկերը ինչպիսին է։ Արցախում այստեղ չենք բանանում ենք համադրելի է թե համադրելի չէ։ Արցախում չկա նման հասկացողություն, Արցախում բոլոր պաշտոնյաների երեխաները ծառայում են պաշտպանության բանակում։ Պաշտպանության բանակում իր ծառայությունը անցել Արցախի հանրապետության նախագահի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի, իմ որդիները, բոլորիս որդիները ծառայել են պաշտպանության բանակում եւ 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ իրենց ստորաբաժանումների կազմում իրականացրել են մարտական խնդիր։ Դա մեզ համար անընդունելի բան է։ Չկա մի պաշտոնյա Արցախի հանրապետությունում, որի որդին զորակոչային տարիքի լինի ու չծառայի պաշտպանության բանակում։ Նման բան չկա։ Հնարավորություններ չկան։ Ընդհանրապես Թե հարցը դրան էլ չի հասնում։ Արցախում բացառված է խուսափելու, փախչելու, չգիտեմ, թաքնվելու նման հնարավորություն մեզ մոտ չկա։ Տարկետման։ Իհարկե, եթե լինեն առողջական խնդիրներ, իհարկե տարկետում տրվում են եւ բուժումից հետո զորակոչվում են բանակ։ Եղել են դեպքեր, երբ որ տարկետման իրավունքից իրենք կարող են օգտվել, բայց իրենց կամքով ցանկություն են հայտնել որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո ծառայեն պաշտպանության բանակում եւ մենք ընդառաջել ենք։ Պարոն նախարար, ձեզ բավարարում է բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակը։ Այսօր բավարարում է ինձ բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակը, բայց ասել թե այդ ուղղությամբ մենք անելիքներ չունենք, իհարկե ճիշտ չէր լինի։ Որն է հիմնական խնդիրը։ Ոստե հիմնական խնդիրները այստեղ մանր կենցաղային բնույթի, միջանձնային, իհարկե մենք աշխատում ենք իրենց հետ բացատրել, որ միմյանց հանդեպ տածեն հարգանք, մեկը մյուսի հարգանքը վայելի։ Իհարկե հրամանատարները բացատրում են կարգ ու կանոնի, կարգապահության պահպանման ուղղությամբ մեր անելիքները։ Այստեղ զինծառայողների կողմից պետք է լինի նաև համարժեք քայլ, իրենք էլ պետք է ամենայն ցանկությամբ եւ պատասխանատվությամբ ընդառաջեն հրամանատարների պահանջներին։ Ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ լինում է նման դեպքեր, բայց ասենք դա ինչ որ ազդում է ընդհանուր մթնոլորտի կամ վիճակի վրա, իհարկե չի կարելի, բայց աշխատանքներ ունենք անելու։ Ինչի կարիք ունի մեր բանակը։ Մեր բանակը ավելի շատ կարիք ունի հասարակության։ Բանակ հասարակություն կապը ազգ-բանակ շրջանակներում իհարկե պետք է աշխատենք, ամրապնդենք, խորացնենք։ Բանակը կարիք ունի, որպեսզի մեր հասարակությունը գտնվի սպայի մոտ, գտնվի զինծառայողի մոտ, հատկապես այն սպաների զինծառայողներ, ովքեր ծառայության բերումով առաջադրանք կատարելու ընթացքում վիրավորվել են եւ կարիք ունեն աջակցության։ Ընդհանուր առմամբ ես այդ դա կնշեի, որ մենք պետք է բանակ հասարակություն կապը խորացնենք, որտեղ իրոք այդ հարաբերությունները օգնում են մեզ զինվորական ծառայության ընթացքում, նամանավաժամկետային զինծառայողներին։ Համոզվեցինք, կարծում եմ։ Իհարկե, ապրիլին համոզվեցինք եւ հասարակությունը, հատկապես Ազատամարտի միությունը, Երկրապահի միությունը արձագանքեցին եւ հենց առաջի ժամերից գտնվեցին առաջնային գծում մեր
զինծառայողների կողքին եւ ուսուսի տված մենք մեր առաջադրանքը փայլուն կատարեցինք։ Պարոն նախարար, տեսախցիկների բացակայության պայմաններում ձեր շփումների ժամանակ զինծառայողների եւ նրանց ծնողների հետ նրանք ինչ են ասում, ինչ են ուզում։ Երբ որ լինում ենք առաջնային գծում, շփվում ենք զինծառայողների հետ եւ հարցնում եմ ինչպիսին նա տրամադրությունները, ստանում եմ միանշանակ մի պատասխան. պարոն նախարար, տրամադրությունները մարտական են ու պարբերաբար հարց են տալիս, երբ ենք հարձակվելու։ Իհարկե դա ուրախալի է, հպարտություն է, որ մեր զինվորները ունեն նման տրամադրություն եւ ունեն հարձակողական գործողությունների մասնակցելու նման էլի տրամադրություններ եւ նման տրամադրությունները ես տեսում նաեւ իրենց ծնողների մոտ, հատկապես հայրերի մոտ, ու ծնողների հետ էլ երբ որ մենք շփվում ենք ու միշտ ասում են, եթե ոչինչ որդին, ապա ով պետք է ծառայի մեր ազգային բանակում, մեր հայկական բանակում եւ ով պետք է պաշտպանի իր հայրենիքի սահմաններն ու անվտանգությունը։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք բանակ ուղարկելուց ինչ է կատարում զինկոմիսարիատներում, հավաքակետերում, զորամասերում, ասում որ դա հպարտություն է, որ մենք ունենք նման ծնողներ, ունենք նման զինծառայողներ։ Իսկ հեշտեղ է կավարել մի բանակ, որի ամեն զինվորի եւ սպայի ոգին, մարտական ոգին մի ամբողջ Իսկանդեր արժի։ Իհարկե հեշտ է։ Նման իրավիճակ։ Գուցե հակառակ առյուծներին ղեկավարելը բարդ լինի։ Իհարկե ոչ։ 92 թվականին հենց մենք ունեցել ենք նման բանակ ու այդ ոգին մինչև հիմա էլ շարունակում է ու տիրում է այդ մթնոլորտում մեր պաշտպանության բանակում։ Այն ժամանակ ամեն մի զինծառայող եւ հիմա էլ մի ազնվորություն էր, մի անհատ էր, որին բացարձակապես անհրաժեշտություն չկար ինչ որ խնդիր դնելու, որին բացարձակապես անհրաժեշտություն չկար ղեկավարելու։ Ու ես չեմ ասում, որ հիմա դրա անհրաժեշտությունը կա, իհարկե պետք է ղեկավարվի։ Այս 25 տարիների ընթացքում շատ բան է փոխվել զինատեսակների առումով, համակարգերի առումով, եւ դա իհարկե միջամտություն է պետք, ղեկավարում է պետք։ Ես կասեի, որ նման բանակ ղեկավարելը ինձ համար ավելի հեշտ է։ Երբ որ ամեն մեկը ունի Իսկանդերի ուժ, ամեն մեկը ունի առյուծի ուժ ու ամեն մեկը ունի ցանկություն եւ ծառայելու եւ պայքարելու ինչը վերջ։ Ասում են պատերազմում հաղթում է ոչ թե զենքը, այլ զենք բանեցնողը։ Կարող ենք փաստել, որ աշխարհի որևէ պետություն չի ստեղծել մեր զինվորների դուխը ոչնչացնող որևէ զենք։ Իհարկե դա ապացույց եղել է 92 թվականին, եղել է 2016 թվականին ու հետագայում էլ ինձ թվում է դա կշարունակվի։ Մեր զինվորի դուխը, ինչպես նշում եք, ոգին, անկոտրում կամքը գտնվում է մի այնպիսի բարձր աստիճանի, որ ոչ մի միջոց հնարավոր չի, որպեսզի դա շեղի իր ուղուց բացի ու կմնա միշտ իր բարձրունքում եւ բացի դա ես կնշեի նաեւ Արցախցու կողքի հաստակող լինել։ Իհարկե այդ բոլորը միասին հնարավոր չի մեր ժողովրդին հաղթել, որովհետեւ մենք պայքարում ենք արդարացի, մեր պայքարում ենք մեր անկախության համար, մենք պայքարում ենք ընդհանրապես մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Մեզ ոչինչ ուրիշ բան պետք չի։ Եվ վերջին հարցս, պարոն նախարար, հեշտ եք տալիս կրակ հրամանը։ Իհարկե, եթե կրում են զինվորական համազգեստ, զբաղեցում եմ բանակի հրամանատարի պաշտոնը, իհարկե, շատ հեշտ եմ տալիս կրակ հրամանը, որովհետև այդ կրակ հրամանի հետևում կանգնած է ազնագազմ, կանգնած է ստորաբաժանում, կանգնած է զորամաս, կանգնած է մեր հասարակությունը, կանգնած է մեր պետությունը, որի անվտանգություն մենք պահպանում ենք։ Եվ վարկյան անգամ էլ չեմ մտածելու տալ, թե չտալ։ Իհարկե միանշանակ պետքա կրակ տրվի, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, այս զրույցի համար, այս վայրի համար, միշտ ամուր եղեք եւ
Օրակարգից դուրս զրուցում էինք Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։ Ամուր եղեք, կհանդիպենք սեպտեմբերին։